Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր ամբողջ աշխարհում գնում է տրանսֆորմացիա։ Հայերենը փոխակերպում։ Ինչ է նշանակում տրանսֆորմացիա կամ փոխակերպում։ Էներգետիկ դաշտի փոխակերպման մասին է խոսքը։ Մի հզոր էներգետիկ դաշտ, որը տիեզերքից ուղղորդվում է երկիրը մոլորակ, եւ որը բերում է իր առավելությունների հետ նաեւ իր ավերները։ Եվ մարդու մարմինը, որը բաժված էր նախորդ էներգետիկ դաշտին, այսօր լուրջ ցնցումներ է ապրում, որովհետեւ շատերը պարզապես ի վիճակի չեն այս էներգիան ընդունելու, որը ոչ միայն էներգիայի զուտ բառի իմաստով, այլև հոգեկան վերափոխումների նկարագրի, վերափոխումների արժեքների վերափոխման էներգիա է։ Եվ այնքան կարևոր է այսօր այն մասնագետների գործը, որոնք զբաղվում են էներգետիկ դաշտով, որոնք զբաղվում են ֆիզիոթերապիայով, որոնք զբաղվում են մարդկանց կարողանալ պահելու այս էներգետիկ դաշտի հզորության տակ։ Եվ այսօր սիրով մեր տաղավար է եկել այդ մարդկանցից մեկը, ամենազորեղը, ամենալավ մասնագետը Գագիկ Կարապետյանը, որի մասին ես հիմա մի փոքր պիտի կարդամ, պարզապես գիտեմ, որ բոլորը ճանաչում եք, բոլորը սիրում եք, թե Հայաստանում, թե Սփյուռքի տարբեր գաղթօջախներում եւ թե ամենտեղ, բայց միևնույն է նրանց համար, ովքեր նոր են մտել այս ոլորտը եւ ծանոթության կարիք ունեն։ Գագիկ Կարապետյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 2-ին Լենինական, այժմ Գյումրի քաղաքում։ Ավարտել է 3 բուհ Երևանում, Մոսկվայում եւ Անում, ստանալով բժիշկ ֆիզիոթերապևտի, հոգեբան մանկավարժ մարզչի մասնագիտությունները։ Ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ՄԳԱ ասպիրանտուրան եւ դոկտորանտուրան, գիտությունների դոկտոր է, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ ՀՀ ժողովրդական ուսուցիչ է 150-ից ավելի գիտական աշխատությունների, հոդվածների, 4000 ռադիոհեռուստատեսային հաղորդումների, 3 գեղարվեստական գրքերի հեղինակ է։ Աշխատանքային գործունեությունը ծավալել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Իր խմբով տարեկան անց է կազմում 2500-ից 3000 բուժական սեանսներ 400-ից 450 այցելուների հետ։ Պարգևատրել է Զորավար Անդրանիկ ոսկե մեդալով, ԱՄՆ Սենատի նախագահությամբ եւ Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով, ՌԴ եւ Գաչիսկու մրցանակի շքանշանով, ԱՄՆ Ջորջ Չիլինգայանի Փարքի միջազգային սրահի մրցանակակիր է։ Ահավասիկ մի պատմություն, մի մարդու մասին, որը դեռ շատ երիտասարդ է, բայց ահավասիկ այսքան գործերի հեղինակ է։ Եվ ես այսօր սիրով ողջունում եմ, բարի եկել հայրենիք Սփյուռք տաղավար, պարոն Կարապետյան։ Բարի ողջույն, շատ ուրախ եմ ձեզ ընկալվելու համար։ Այս դուք ասացի 3 գրքերի հեղինակ եք, բայց ես ուզում եմ այս գրքով սկսենք, որովհետև այս գրքի մեջ դուք ունեք ձոն Աստծուն եւ հետաքրքիր է ձոն Աստծուն եւ սեփական անձին։ Այո։ Դուք ստուգել եք եւ Աստծու եւ ձեր փոխհարաբերությունները այս փոքրիկ հատվածով Մշտապես։ Եվ այո, եւ նաեւ մի հետաքրքիր դատողություն, որը ինձ ստիպեց, որպեսզի ես դες հարց տամ ձեր գրքերի մասին, նրանց ծնունդի մասին, բայց մի հետ կարտանք սա, շատ գեղեցիկ եք գրել։ Տեր, գոհ եմ քեզնից, իմ բաժին բախտից, տվեցիր այնքան շնորհներ դու ինձ, որ կարողանամ եւ ուրիշներին, եւ բաժին հանել իմ ունեցածից, որ հայացքիդ տակ գլխի կորճ ապրեմ, օրերս իզուր պարապ չվատնեմ, ունեցածից իմ բաժանեմ այնպես, որ պարտ չմնամ աշխարհին ու քեզ, որ պարտ չմնամ աշխարհին ու քեզ։ Ինչ է հեշտ են հիմա մարդիկ, որոնք ապրում են պարտ մնալով Աստծուն, պարտ մնալով իրենց էությանը, ամեն ինչին։ Եվ այս դատողությունը, որ ինձ շատ է դուր եկել, խորը դատողություն է սա, մարդու հոգին թիթեռի նման է։ Երբ լքում է մարմինը, մարմինը դառնում է անպիտան։ Հոգին ուզում է ապրել առողջ մարմնում, բայց երբ անհարմար է իր ապրելատեղին, լքում է այն։ Պետք է պահպանել առողջությունը, բանալորոջ հոգին, որովհետև լինում է միայն առողջ մարմնում։
Խնդրեմ, սկսենք դրանից։ Ինչ եք ուզում դրանով ասել ավելի հանգամանորեն եւ արդյոք այս 3 գրքերի ծնունդը այս դատողությունից է կախված։ Համեցեք։ Շատ գեղեցիկ խոսեցիք էներգետիկայի մասին։ Ես էներգետիկ բժշկության մասնագետ եմ։ Ու շատ քչերը երևի գիտեն, որ մարդու ճակատի 7 կնճիռները 7 մոլորակների հետ են կապված եւ այն կրակները, որոնք երկրից մարդը ստանում է, եւ այդ էներգիան ստանում ու մասվում է օրգանիզմի կողմից իրեն ակուպունկտուրաների եւ իրեն չակրաների միջոցով ու դառնում է իրեն էներգիան ու դառնում է իր ապական ու իրեն կարման է նաեւ ներսի, որը նոր իրեն ներսում է ու բնութագրում է ու իրեն առաջ եւ հետո իրեն բոլոր ճակատագիր է։ Եվ այդ 6 չակրաներ են, չէ՞։ 7 չակրաներ են, տարբեր գույնի են այդ 7 չակրաները, նրանք անիվներ են, որոնք որ կարգավորում են ամբողջ մարմնի 1500 ակուպրեսորաները, բիոլոգիական ակտիվ կետերը, որոնց միջոցով ամբողջ այդ էներգետիկ համակարգը կարգավորվում է։ Եվ մարմինը ունի 7 շերտ էներգետիկ տարբեր գույների կապված այդ չակրաների հետ, որը որ շատ առողջության հետ կապված է։ Եթե այդ խախտվում է որևէ մեկը կամ որևէ ինչից, կամ որևէ հիվանդությունից խախտվում է եւ դեֆորմացվում է, ապա դա սկիզբը տնում է հիվանդության։ Նայած թե որ չակրայի կողմից, այսինքն եթե ասենք ինքը չակրան գլխի հետ կապված է, գլխի շրջանառության հետ է կապված նա։ Ինքը եթե խաթարվում է, ուրեմն խաթարում է նրա ասենք հոգեբանական, շրջանառության գլխի հետ կապված խնդիրներ ունի մարդը, ու այսպես տարբեր պետք է ասենք բուժող մարդը անմիջապես որսա իր ձեռքի միջոցով, ասենք պակասը, որ կարողանա այդ պակասը լրացնել, որովհետև մարդու մարմինը բաժանվում է երկու մասի, ին եւ յան, եւ այդ ին եւ յանը ոչ թե միայն մարդն է ապրում, այլ ամբողջ երկրակունտը, ամբողջ տիեզերական աշխարհը այդ ին եւ յանի միջոցով, պլյուս մինուսի միջոցով էինք ապրում։ Ու անընդհատ մեր օրգանիզմում այս գրքի մեջ տալիս եմ այդ գաղափարը։ Իսկ այս գաղափարը մեր թվարկությունից առաջ դերևս նկատալիս եմ, այն ժամանակ են դերևս ուսումնասիրել։ Հիմա երբ ասենք տեխնագիտական գիտելիքներ, որոնք դժբախտաբար մեր ձեռքից վերցրեցին։ Հիմա տեսեք գաղտնագիտական բժշկություն, որ ասենք հին գաղտնագիտության բժշկությունը, որով ես շատ խորացել եւ ուսումնասիրել եմ այդ գաղտնագիտությունը, այդ գաղտնագիտության շատերը, որ ես ուսումնասիրում եմ, արդեն բազված են։ Օրինակի համար ասենք Կլեոպատրան շատ թարմ է երևացել, շատ գեղեցիկ է երևացել մյուս կանանց մեջ։ Ուսումնասիրել են, թե ինչ էինք արել, որ քանդել են գերեզմանները, ու գերեզմանների միջից ինչ են անել, տարբեր տեսակի յուղեր են անել եւ տարբեր տեսակի, ասենք, այդ մարտիկ նկարներ, քսուկներ, որոնք որ ասենք ինքը երկույան երկուին է ուզել 4 հոգով, 2 տղա, 2 աղջիկ աշխատել են իր վրա 8 ձեռքով։ Ու այդ յուղերով ու այդ բաներով հաշվարկային եւ բոլոր այդ գաղտնագիտությունը ինչու՞մ է կապված եղել, որ ասենք ներքին արքունիկը, թակավորական այդ ցեղերը, թույլ չեն տվել այդ մարդիկ, իմ նման մարդիկ, թույլ չեն տվել, որպեսզի իրանք դուրս կան հասարակ մարդկանց, ասենք, մեսեն, բուժեն, հասկանան այդ բուժական մեսման, իրենք պահել են այդ գաղտնագիտության մեջ, որտեղ իրանք ուժեղ են եղել 40 հատ կին են պահել, ուզեցել են առողջ լինեն, իրանք տեխնոլոգիան ուտելու, ապրելու, շարժվելու, բոլորը իրենք տարբեր է եղել, ու իրենք կարողացել են այդ ամեն ինչ անել։ Իսկ ինչ վերաբերում այդ հարցին, որ իհարկե մարդու երբ ոգին լքում է մարմինը, մարմինը գցվում է։ Այսինքն թիթերի նման է ինքը լքում է մարմինը, բայց լքում է այն ժամանակ, երբ որ արդեն անպիտան է այդ մարմինը։ Այդ մարմինը արդեն էլ ինֆորմացիա չունի առաջ գնալու, ասենք, իրեն ծրագիրը ավարտել է երկրի վրա, եւ ինքը, ասենք, լքում է մարմինը։ Բայց այդ ոգին ուզում է կոմֆորտաբիլ տեղում ապրել։ Այսինքն առողջ մարմնում առողջ ոգի որ ասում են, այսինքն առողջ տեղ է ինքը ուզում բնակվել։ Երբ որ դու ասենք խաթարում ես նրա, ասենք, ապրելակերպը, ծխելու, նարկոտիկի, քո սխալ ապրելակերպի, սխալ ուտելու, սխալ շարժվելու, քո կյանքի մեջ սխալ թույլ տալու, սխալներ թույլ տալու, որոնք որ դու թույլ ես տալիս քո դաժանության եւ այլն բոլոր
պարագաները ինքը դուրս է գալիս քո դեմ։ Եվ ինքը լքում է այն ժամանակ եւ բոլորին էլ պետք է լքի։ Այնպես է դասավորված այս կյանքը, որ մարդը ծնվել է միայն մեռնելու համար։ Նայեք, թիթերը մեկ օր է ապրում։ Այո։ Մարդը տիեզերական մեկ օր է ապրում թիթերի կյանքով։ Այո։ Մարդիկ չգիտեն, որ ընդհանրապես տիեզերական մեկ ակնթարթ են ապրում։ Այո։ Ճիշտ թիթերին ման գալիս են, ես ժամանակացույցը տասպես մոլորակների վրա շատ տասպեր է ու արագությունը տասպես երկրների վրա այսինքն տասպեր է։ Մեր ժամանակահատվածում էլ մեր կյանքը, ասենք ինչպես դու պետք է քո կյանքը կարողանաս բոլոր կրիտիկ սենսիտիվ պերիոդները հաղթահարել, որտեղ մարդը ինքը փոփոխության ենթակա է, որ ասում են վայ, սիրել եմ ամբողջ հոգով, դեֆորմացվում է եւ սերը եւ բոլոր զգացմունքները, եւ դու հայտնվում ես, ասենք, մի տեղ, որտեղ որ փոփոխվում ես, փոխված ես, տանց չէի սիրում, կներեք, սկսում ես տանց ուտել, խնձոր ուտել, չէի սիրում, ուտում ես, այսինքն ինքը փոփոխության ենթարկում, եւ երբեմն լինում է նույնիսկ իրենց ամուսին ծիծաղով դուրս չի գալիս ասեն իրենց ու սկսում են բաժանությունները փոխել։ Պարոն Կարապետյան, դուք Հայաստանում շնորհանդես եք եղել 3 գրքերի, հա։ Այո, 2 գրքերի շնորհանդես։ Այս գիրքներ, որի վերնագիրն է Մարմնավարժության արվեստը, Մարմնավարության արվեստ, մարմինը վարելու։ Մարմինը վարելու արվեստը, այո։ Այո, մարմնավարության արվեստ։ Նոր դուք եք օրինել այդ բառը։ Այո, դա այդպիսի բառ չկա իրենի մեջ։ Մարմնավարություն, մարմինը վարելու արվեստն է, այսինքն եթե ես մեքենան չգիտենամ բոլոր մեխանիզմը չեմ կարողանա այն վարել, այնպես էլ ես պետք է ճանաչեմ անպայման իմ օրգանիզմը, որ կարողանամ իրեն վարել, իրեն կարգավորել։ Ճիշտ է։ Եվ հույզերի խաչմերուկ։ Այո, հույզերի խաչմերուկ գիրքը ինքը սրա մեջ 70-80%-ը կարող են մարդիկ գտնել բաներում, YouTube-ներում, իսկ վաճառքի ենթակա չէ՞։ Վաճառքի շուտ է եղել ենթակա, վաճառվել է, հիմա չկա, ասենք գիրքը։ Բայց ինքը, հա, ինքը 2 գործ կա, այնտեղ մեկը դժոխք պոեմը, որը Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ եւ Գուգոն Ադավազ Եղոյանի կատարմամբ երկուսը ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում են իրենք ու եւ այդ բանաստեղծությունները բոլորը մեր լավագույն արտիստները բոլորը կարդում են այդ բանաստեղծությունները բոլորը կա YouTube-ի մեջ կարող են մարդիկ Գագիկ Կարապետյան գրել ու ասենք գալիս ու ամեն ինչը նայել իսկ իմ գիրքը Մարմնավարության արվեստի ինչի մասին է թույլ տվեք որպես գյումրեցի պատմեմ մի անեկդոտ ուրեմն Գյումրեցի Օնոն գնում է Փարիզ Սերոժի մոտ Սերոժն ասում է Օնո ջան ինչ կուզես քեզի ցույց տամ մեր քաղաքում ասում է էջ բան չեմ ուզե կուզեմ Պեր Լաշես գերեզմանը տանես ինձ 20 տեմբես սիրունով կեստաս տեսնիս կմեռնելդ կուկա ասում է լավ տանեմ գնում են գերեզմանը մի քանի քարի մոտ է կանգնում գրվում է ապրեց 70 օր ապրեց 40 օր ապրեց 60 օր ասում է յա Սերոժ ջան, սոնք ինչ քիչ կապրին, ասում է քիչ չեն ապրի, վերևը կաստ, ապրել է 85 տարի, ունեցել է 60 լավ օր։ Վայ, ասում է Սերոժ ջան, որ այստեղ Լենագան ասում է, որ ես մեռնեմ գերեզմանից քարի վրա, գրես Լենագանցի Օնոն չծնված մեռավ։ Ոչ մի լավ օր չունեցել։ Հիմա այդ գիրքը Ուժերի խաչմերուկը սա որակով ապրելու լավ ապրելու կյանքի մասին է, ճիշտ ապրելու կյանքի մասին է։ Այստեղ կա Ինչպես նստել, ինչպես կանգնել, ինչպես շարժվել, ինչպես լավ կեցվածք ունենալ, ինչպես հիվանդությունների դեմ պայքարել, ինչ պայքարի միջոցներ կա, բնությունը ինչ պայքարի միջոցներ են, բուսական հավաքներ, ֆիզիկական վարժությունների կոմպլեքսներ, որոնցով դու պետք է կարողանաս քո, ասենք, շարժման մեխանիզմը կարգավորել։ Օրինակ, եթե ասենք մարդը 40 տարեկան է, ինքը 15 կիլոմետր պետք է քայլի եւ որից 3-4 կիլոմետրը պետք է վազի։ Իսկ եւ որ մոտիվանտներս գալիս են, ինքը մենակ փոքր ժամանակ տրամվի հետևից է վազել, ինքը չի հիշում թե երբ է ինքը վազել վերջին անգամ։ Իսկ մարդը ինքը շարժունակ պետք է լինի։ Մարմինը մարդու ուզում է բազմակողմանի շարժումներ։ Այսինքն իրեն հոդային համակարգը, իրեն մարմնական մկանային համակարգը, ինքը ոչ թե ուզում է ինչ-որ գնա տրենաժորներում ուժային բաներ անի, այլ ինքը բազմակողմանի շարժումներ պետք է կատարի իրեն նորմալ ճկունությունը պահպանելու համար։ Եվ օրինակի համար եթե գնում եմ ես նայելու, ասենք այդ տրենաժորնի դահլիճները, որոնք որ ասենք աշխատում են մարդիկ, այնտեղ տիրում է ասենք մեծ անգրագիտություն, որովհետև մարդիկ 10 տարիքային գրադացիաներում մարդը 10
ծանրաբեռնվածություն պետք է ունի, 15 սրտի զարգ ունի, 15 տարիքներում 15 ծանրաբեռնվածություն է կարող ընդունել մարդը, 15 շարժումներ կան, որ իրեն չի կարելի, շարժումներ կան, որ իրեն կարելի է։ Այս ամեն ինչը պետք է համակցել, դասակարգել ու հասկանալ դու որտեղ ես գտնվում ու ինչ վարժություն ունես։ Դրա համար պետք են այնտեղ ուսուցիչներ, որոնք պետք է բացատրեն, հասկանան, թե այդ մարդը ինչ հիվանդություններով է տառապել, ինչ է ունեցել, կենսագրություն մի քիչ ուսումնասիրեն այդ մարդու, որովհետեւ կարողանան իրեն առողջությամբ զբաղվել։ Ես համար պատրաստել իդեպ տեսեք ես չգիտեի որ դուք այդ մասին խոսելու եք բայց իդեպ ասեմ նախ մինչև այդ որ բուդայական ուսմունքը եւ կրոնը բոլոր դպրոցներում պարտադրաբար ձեր ասած մանրավարության դասընթացներ են անցկացնում ճշգրիտ շարժումների Իմիջայլից ասեմ որ այս գիրքից մեջ նաև կայի մեթոդիկան որ աշխարհում շատ տարածված է իմ անունով դպրոց է նաև բացվել ու ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի դասարան, որտեղ 25-30 հոգի ավարտում էին, որ ես միշտ բողոքում էի, որ ախր չեք ընդունում մարդուն, ես ինքը հնարավորություններ չունի, բնությամբ տրված չէ, բնությամբ տրված հնարավորություններ պետք է ունենա այս գործը կատարող մարդը։ Մարդին կբնող մարդը ինքը պետք է լինի առողջ եւ պետք է ունենա բնությամբ օժտված հատկանիշներ։ Իսկ դրանք քիչ է, ինձ ասում են ռեկտորի ինստիտուտ ասում, որ քեզ լսենք դոկտոր ջան, ասում է 2-3 հոգի մարդ պետք է ընդունենք, ասում է։ Թող սովորեն, եթե ուզում են սովորեն։ Ճիշտ է։ Ձեր կյանքը մարդկային ֆիզիոլոգիական հետազոտության մի ամբողջ դարաշրջան է։ Ինչպիսի ընդհանրացումներ արեցիք, որ մարդիկ տեսնեն ֆիզիոթերապիան ինչպիսի հզոր միջոց է ճիշտ ապրելու, առողջ ապրելու համար։ Խնդրեմ, շատ լուրջ ուսումնասիրություններ եք արել դուք ֆիզիոթերապևտիկ ոլորտում, մարմնակազմության ոլորտում։ Այ ինչ եզրակացության եք եկել։ Ես մի եզրակացության եմ եկել, որ որևէ մարդ, եթե մոտենում է որևէ մարդու մարմնի ինչ որ մի գործ անելու, ինքը պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինի։ Ինքը պետք է գիտենա կմախքային ֆիզիոլոգիան, պետք է գիտենա մկանային, ասենք շատ լավ պետք է թերապևտի գիտենա ձեռք է տալիս ինչ է ուզում ինչ անել։ Առանց միտք գործադրելու չի կարելի մարդուն ձեռք տալ։ Դու որ ձեռք ես տալիս, պետք է իմանաս ինչի համար ես ձեռք տալիս։ Նույնիսկ ես բեմն ասենք մարդուն ասում եմ, ես որ ձեռք եմ տալիս, ես տեսեք ես 3 անգամ ձեռք եմ տալիս, դու կարող ես բացատրել որը ինչի համար ես ձեռք տվեցի։ Այսինքն մարդը կարողանում է բացատրել, թե ինչի համար ձեռք տվեցի, ինչ արեցի։ Հասկանում եք, դրա համար պետք է շատ լավ թերապևտել այս ամեն ինչին։ Պետք է հոգեբանությանը թերապևտել, պետք է թերապևտել, ասենք, այդ ամբողջ կառուցվածքային այդ արսենալը, որը ողջ կյանքում ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է, էլի կուսումնասիրվի, որովհետև մարդիկ այնքան տարբեր են, որ նույն ծառի վրա չկա միանման տերևներ։ Այնպես էլ մարդկային հիվանդությունները բոլորը առանձին են եւ առանձնահատուկ մոտեցում է պետք այդ խնդիրը լուծելու եւ այդ մարդուն կյանքի կոչելու ոտքի կանգնեցնելու համար։ Ես ուրեմն պետք է ուսումնասիրել նրա առօրյա կյանքի բոլոր էլեմենտները, թե ինչ է անում ինքը, որովհետեւ ինքը սխալների հետևանքով է հիվանդություն ձեռք բերել եւ պետք է այդ հիվանդության, այդ ինչ որ ինքը արել է, այլևս պիտի չանի։ Հիվանդություն նշանակում է ինչ արել ես, այլևս պետք է չանես, հա։ Երբ որ մարդուն մի բան ասում է չեմ կարող, ասում ես գիտես ինչ պետք է չծխես, որովհետև ծխելը նիկոտինամինթույն ամենավտանգավորն է եւ կարող է քեզ կործանել։ Ես գիտեմ, անպայման դուք թողնելու եք ծխելը, բայց ձեր կամքով թողեք։ Մի թողեք այն ժամանակ, երբ որ արդեն բանից անցել է, թողնելը արդեն կարևոր չէ։ Այս տեսանկյունից Պարոն Կարապետյան, ֆիզիոթերապիան եւ հոգեբանությունը։ Ես գիտեմ, որ այս երկուսը իրար հետ ուղղակի ներմուծված են, իրար հետ սերտ կապված են։ Այդ դες մոտ գալիս են, ես վստահ եմ, որ գալիս են այն մարդիկ, որոնք ասում են, որ մեր մարմնի այս հատվածների բուժում է անհրաժեշտ, դուք շատ ուշիուշով հետևում եք նաեւ նրա հոգեբանությանը։ Արդյոք հոգեբանությունից է բխել այդ սխալները, թե սխալներն են բերել հոգեբանական բարդույթների, խնդրեմ։ Եվ նա ասում մեկի վրա, եւ նա ասում մեկի վրա։ Օրինակի համար մենք ասում ենք մարդը մելանխոլիկ է։ Կամ մարդը ասենք սանգվինիկ է եւ այլն։ Այդպիսի բան գոյություն չունի իրականում։ Չի կարող ինքը միայն մելանխոլիկ լինել կամ միայն սանգվիկ լինել։ Ինքը ամեն ինչը տեսեք ֆիզիոթերապևտիկ առանձնահատկությունները ինչ են պետք։ Ասենք օրինակի համար ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումնասիրել եմ լավ,
թե ինչպես է արվում ֆիզիոթերապիան եւ ինչպես է անում այդ քայրոպրակտիկա կոչվածը։ Եվ ես հասկանում եմ մի բան, ինչքան իրանք ներքև են, այնքան վերևում շատ գոյություն են բժիշկները։ Հա, դրա համար ասենք ես միշտ ցկտել եմ Հայաստանում բասացնել այդ ֆիզիոթերապիան, որովհետեւ այնտեղ քիչ գոյություն ունենան։ Թեև կարող է ճշնամություն լինի մի փոքր, փակագծի մեջ, բայց ամենայն դեպս պետք է զարգացնել ֆիզիոթերապիան, ֆիզիկական վարժությունները, ֆիզիկական ներկայացության արվեստը պետք է բարձրացնել։ Ես միշտ Հայաստանում իմ ռադիո հաղորդումների ժամանակ, հեռուստացության հաղորդումների ժամանակ միշտ ցկտել եմ, որպեսզի հայ ազգը ունենա այն, ինչը որ ինքը համարել է ճիշտ չի համարել։ Ինքը համարել որ էներգետիկ բժշկության մեջ բուժման, բուժական մերսումը դա ամենաուժեղ, ամենահզոր միջոցն է մարդուն բուժելու, որ տարերով այդպես է եղել։ Այո, միշտ տեսեք պալատներում, թակավորական արքունիքներում բանում, մասաժը, այսինքն բանը հայերեն ինչպես է բնական պահանջ է, մերսումը ինքը եւ բնական պահանջ է, եւ անհրաժեշտ պահանջ է։ Եվ ես ավելացնեմ, որ չասեմ թե մասնագետ է ինքը ու այդ բանի մասին ասում, բայց ասեմ ես, ինքը երկար ապրելու, առողջ ապրելու միակ գրավականն է, որ ինքը պետք է այդ արյունը շարժվի, այդ մարմնի, ասենք, տարբեր տեղերում պետք է ինքը աշխատի իրեն 405 ավշային հանգույցները եւ բոլոր այդ շարժումները պետք է մղվեն այդ մարշային հանգույցներ։ Այսինքն այդ ամբողջությունը, այդ ամբողջությունը, ես ոչ թե արթնացնում եմ, նաև կարող եմ իրեն բիոլոգիական տարիքը ետ տանել։ Այսինքն ինքը ասենք 80 տարեկան է, ես իր բիոլոգիական տարիքը բերում եմ 70-ի վրա։ Այսինքն իրեն տարին չեմ կարողանում հաղթարել, որովհետև ժամանակը տաժան իր հոսքն է անում եւ որևէ մեկը չի կարող այդ ժամը կանգնեցնել, բայց բիոլոգիական տարիքը մարդու կարող է հետ բերել։ Տեսեք, մարդկա ասում է, այ մարդ 80 տարեկան է, վազում է այդ մարդը, ես ինչ առողջ, ես ինչ մանեմ, մյուս 80 տարեկան արդեն ճանապարհ ընկնելու պատրաստ այո։ Ճիշտ ապրելու արդյունքն է։ Պարոն Կարապետյան, ես ձեր աշխատանքին հետևել եմ եւ գիտեմ դուք ահռելի էներգիա եք պատնում։ Ինչպես եք վերականգնում ձեր էներգիան, որովհետեւ այն ինչ դուք անում եք եւ այն վարպետությամբ, որ դուք անում եք դա, ուղղակի ապշեցուցիչ է։ Այո, ես երբեմն լինում է որ առավոտից գիշեր աշխատել եմ։ Ինչպես եք վերականգնում։ Եվ կարծեմ թե մի շատ ուտողել չեք։ Այո։ Բայց ինչպես եք վերականգնում։ Այդ էներգետիկ դա էլ է գաղտնիքը, դա գաղտնիք է, այո, շատ գաղտնագիտության մեջ է, որովհետև եթե դու մտնում ես հիվանդ մարդկանց մեջ եւ դու ստանում ես նրանցից բացասական էներգիաներ, իհարկե ստանում, որոնք դու վերցնում ես եւ պետք է ժամանակին կարողանաս դուրս վանել քո մարմնից։ Իսկ դա արվում է տարբեր վարժությունների շնորհիվ։ Եվ այդ ժամանակ շատ օգնում է յոգային որոշ վարժություններ շնչառական, որոնց միջոցով կարողանում ես դու մաքրվել, որոնց միջոցով կարողանում ես դուրս գալ այդ իրավիճակից։ Իմ աշակերտները, որոնք որ գալիս էին իմ մոտ պրակտիկայի, շատ հաճախ հիվանդանում էին։ Ասում են գալիս եմ մի երկու անգամ, ասում է դոկտոր հիվանդանում եմ, բան, որովհետև ես իրանց թույլ էի տալիս մտնեն կուխնյա։ Այսինքն իմ աշխատավայրի տեղն էի թույլ տալիս մտնել, որը $1 միլիոն ունենաս Չինաստանում չեն թողնի քեզ մտնես այդ կուխնյան։ Դե դա իրենց խորհուրդ։ Ինքը եթե ուզում է սովորել, տանում է ուրիշ սենյակում, սովորեցնում է քեզի չի թողնում, մտնես տեսնես ինքը ինչ է անում։ Ես թույլ եմ տալիս մտնեն, տեսնեն ինչ եմ անում։ Դա իր մենաշնորհն է։ Այո։ Ես դա անում եմ, որպեսզի կարողանամ շատ բաներ փոխանցել։ Շատ բաներ փոխ։ Իրանք իմ նման չեն կարող դառնալ, ես գիտեմ։ Ես որպեսզի իմ նման դառնան, իմ ձեռքերս է պետք է տամ իրանց։ Որտեղ իմ աշակերտները, տեսեք, իմ մեթոդիկայով են աշխատում ամբողջ աշխարհում, իմ նկարը կպցրած աշխատում են։ Բայց իրենք այդ արվեստը, որ նոր վերցնում են, իրենք դարձնում են իրենցով ու մի քիչ փոփոխություններ է կրում այդ ամենը, որտեղ իրանց էներգետիկան տարբեր է։ Շարժման այդ միջոցը ես իրանց սովորեցնում եմ, երբեմն իրանք տարբեր երկրներից գալիս են իմ մոտ փորձի փոխանակման Կոբիդ ասած շան լապը լսնում եմ կրխներին, ով տեսնում եմ մի քիչ փոփոխություն են կրել, ասում եմ ուխիր, որովհետև իմ մտածածը շատ էներգետիկ, ասենք ծախսեր է։ Օրինակ մի կին բերեց իր տղային, ասեց ուզում եմ քո նման մարդ դառնա։
ստեղ Ամերիկայում։ Մի շաբաթ հետո եկավ հանեց, ասեց ես չեմ ուզում այս գնով փող աշխատի իմ տղաս։ Դե որտե Ծանր աշխատանք է, ասենք, ծանր աշխատանք է եւ մեծ էներգիայի վատնումով։ Եվ պետք է գիտենաս, ես աշակերտներին սովորեցնում եմ, որ դու պետք է կարողանաս այնպես աշխատես, հա, որ դու չհիվանդանաս։ Այսինքն հիվանդությունը մեկի վրա վերցնելու հատկություն ունի։ Իհարկե։ Օրինակի համար ես մի անգամ ռադիոյով Կարեն Վահտանյանի հաղորդման ժամանակ այնտեղ ինում եւ անընդհատ ես իրեն հաղորդումներ էինք ունենում, հա, ես ուրեմն միկին զանգեց, ասեց բանը, ինչպես նստել զուգարանակոնքին, խնդրում եմ բացատրեք։ Դա էլ է գաղ։ Կարենը ասեց, ես ինչեր են ասում, բան, ասի ես շատ լավ կբացատրեմ տա, ասեցի, տա կեցվածքի մեջ է մտնում այդ ամեն ինչը։ Բայց ճիշտ հարցատվելի դեպք գիտեք։ Կեցվածքի մեջ է մտնում, ասեցի, իսկական ասենք պոզան նստելու ինքը կկանիստն է։ Բնությամբ տրված, որովհետեւ կարողանա ճիշտ աշխատել օրգանիզմը։ Հա, գետնին հավասար են անում, որ ճնշումը շատ լինիարիկների վրա։ Իսկ այս զուգանակոնքը ոչ մի անգամ հարմար չէինք բանի համար։ Ուշ տալու եւ ասեցի ճապոնացիները, ասեցի դրա համար, ասեցի շատ մարդիկ արտադրողի համար է դա հարմար չէ մյուսի համար, դրա համար ելնում կկանիստ են անում դրա վրա, բայց զգուշացրեցին նաեւ, որ չի կարելի իպասանալ մեր զուգանակի անորակ են, կարող է կոտրվեն։ Հա ու ասեցի որպեսզի ճիշտ կոնդիցիայի կաք երկու հատ ՍՄԿԿ պատմության գիրք պետք է տնեք ձեր ոտքերի տակ որպեսզի ճիշտ կոնդիցիայի կա Ոչ եք ասել ուրեմն մյուս անգամ այս Կարեն Վաստանյանը նես եմ մտնում Ձերքերը տնկած գոռում է վրես, ես ինչ ես արել ժողովրդին, ես ինչ ես սովորեցնում, ասում է, բանը դադի են տվել քեզ բաները կոմունիստները ասում է ինչու է ՍՄԿԿ պատմության հետո զանգել է ասում է լավ ներում ենք քեզ որովհետև շատ մարդկանց եք բուժել ասում է ասի ուզում էի ասել աղյուս բառը մոռացել էի դրա համար ամենահաստ գիրքը ՍՄԿԿ պատմության գիրքն է ասի տրեք ոտքերի տակ իսկ շատ մարդիկ ելեն էին վար այդ բանից հա Հակին պատմությունը լավ է, ես բացատրում էի հետևանքները, եթե մի բան ասում եմ, հետևանքի մասին մտածում եմ, որ ասենք կարող եմ մարդը ելնի դա անի։ Իհարկե։ Ասենք մարդը։ Պարոն Կարապետյանի շատ կարևոր բանի մասին եք հիմա խոսում։ Այո, կեցվածքի։ Այո։ Որ ես ասացի, նախկինում տեսնում եք զուգարանները գետնին հավասար էին անում, որպեսզի աղիքներին ճնշումը շատ լինի եւ ճիշտ դուրս գալը նույն ծննդաբերելու երկրորդ տարբերակն է։ Եվ նաև պետք է մեր մեծ տարիքի մարդիկ իմանան կանեն եւ տղամարդիկ, որ երբ որ այս ներկա զուգարանակոնքի վրա են նստում մեծ գործով կամ փոքր գործի ժամանակ պետք է տազը մի փոքր բարձրացնեն, որ լրիվ մեզը դատարկվի, այլապես կանք տեղի կունենա։ Այո, ես շատ կարևոր է, այո։ Դա պետք է ասել, որպեսզի մարդիկ իմանան։ Դա այնպեսի թեմա է, որ ոչ մեկը չի խոսում։ Ես այսօր առիթից օգտվելով դա ասում եմ մեր հեռուստադիտողներին, որ իմանան, մի փոքր տազ ավելի են բարձրացնում, եւ երիկանները նորմալ են աշխատում, միզականք տեղի չի ունենում։ Այո։ Եվ ձերքի շարժումը ժամացույցի ուղղությամբ փորի վրա կարելի է շարժումներ անել, որովհետեւ կարողանալ այդպես հաղորդումը մեկ ժամանակը վաղուց անցել ենք։ Ահա։ Բայց այս հարցը պետք է ձեզ ուղղեմ, որտեղ ամբողջ աշխարհով շրջել եք հրավերներով։ Այո։ Անթիվ անհամար բուժումներ եք կատարել։ Ավելի շատ որ երկրներում եք եղել, որ հրավիրել են ուղղակի ձեզ, որ աշխատեք։ Գիտեք, աշխատել եմ տարբեր երկրներում։ Ֆրանսիայում եմ աշխատել, Դուբայում եմ աշխատել, տարբեր հիմա Իտալիայում եմ աշխատել եմ Ամերիկա Միացյալ Նահանգներում այստեղ առաջ, որ շավերք եմ ունեցել, եկել եմ այստեղ աշխատելու։ Գիտեք ինչի վրա եմ ես ինձ բռնացնում այդ աշխատանքների ժամանակ, որ արարիչը նույն ձևի է սարքել բոլոր մարդկանց իրեն կառուցվածքով, իրեն աշխատանքային ձևով եւ նույնիսկ իրեն բազմացման բոլոր process-ները բնության նույն ձևի է ստեղծել սիրտը ցախ կողմը երկու աչք ունի երկու ոտք երկու ձեռք եւ այլն մարդը ինչ ազգի էլ որ պատկանա ինչ բանը դրա համար ես ինձ համարում եմ երկրում ապրող մարդ այսինքն ասու ստեղծած մարդն է երբ որ խոսում են ազգությունների մասին քննադատում են եւ այլն ասում են այդ խառնաշփոթի մեջ եւ լավը կա եւ վատը կա եթե բոլորին բերենք
մեկտեղ ենք, նրանց մեջ վատը կա, լավը կա, մարդը այդպես է ծնվում 50-ը 50-ի վրա չար եւ բարի, ու այդ ժամանակի ընթացքում այդ կարգավորվում է մեկը մյուսին, սկսում է գերազանցել, մեկը մյուսին սկսում է իջնել, լելնել, այդպես փոփոխություններ կրել։ Ու այսպեսին է կյանքը, մենք խոսում ենք Այն ինչ խորհուրդ կտաք հիմա հեռուստադիտողներին, որ լավ խորհուրդ լինի, կարճ ձևակերպված, բայց օգտակար։ Գիտեք, խորհուրդները շատ տարբեր են։ Ես ընդհանրապես միշտ իմ խորհուրդների մեջ ասում եմ, որ մարդը պետք է ճիշտ կառուցի իրեն ապրելակերպը։ Օրը պետք է ճիշտ սկսի, ճիշտ վերջացնի։ Պետք է ինքը երեկոյան կոնե խորի իրեն կատարած մասին եւ իրեն կատարած շարժումների մասին։ Կա Ամոսով, որն ասում է օրը 1000 շարժում։ Եվ ինքը ուսումնասիրությունն է կատարել, որ կատուն արթնանալուց մոտավորապես 150 շարժում է կատարում։ Արթնանալուց հետո։ Հիմա մարդ արթնանալուց հետո պետք է մտածի իրեն մարմինը ինչպես կարգավորի ու ինքը ինչպես անի, որպեսզի ինքը դուրս գա այդ օր եւ այդ օրը կարողանա այդ բոլոր ժամանակահատվածում ինքը հաղթահարել։ Ճիշտ սկսի ու ճիշտ վերջացնի։ Ինքը պետք է նախ առաջինը պետք է կարգավորի իր շարժումները։ Պետք է անպայման ֆիզիկական վարժություններով զբաղվել։ Մարդուն թող չթվա, որ ինքը եթե առավոտից երկուն կոմպյուտերի դեմ է նստած կամ առավոտից ինքը կարդում է, ինքը շատ լույս գործ է ասում եւ այդ ամեն ինչ հասնում է իրեն ուղեղին։ Գիտական հայտնագործություններն ասում են, որ եթե դու ուզում ես լավ մտավոր կարողություններ ունենաս, դու պետք է ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենաս անպայման, որպեսզի ինքը շուտ տեղ հասնի։ Այսինքն ինքը ամեն ինչի շրջանառության մեջ է։ Ինչքան շատ այդ շրջանառությունը կարգավորված լինի, այնքան ասենք մարդը ուժեղ կլինի եւ կարողանա կայուն ինքը դառնալ եւ ապրելակերպը իրեն կարգավորել, որպեսզի ինքը ցկտի երկար ապրելու, ցկտի ինքը լավ բաներ տեսնելու, իրեն առօրյա կյանքում ավելի հարուստ իմաստալից գեղեցիկ կյանք ապրելու, ասենք այդ լավ օրեր ունենալու, այդ անեկդոտի նման, որ ինքը որակով լավ օրեր ունենալով կարողանա ինքը ապրել։ Այդ գիտեք ինչ, երկիրը նաև ստեղծված է, որպեսզի անընդհատ ինքը ստեղծագործի, մտածի, տանջվի, փող աշխատի, չարչարվի եւ այլն, ինքը չի եկել երկիր, որպեսզի հանգիստ իրեն համար ուտի խմի պարկ, ինքը եկել է չարչարվելու համար։ Եվ այդ չարչարանքի մեջ պետք է կարողանա ինքը գեղեցիկ իրեն օրերը շատացնել։ Եվ լավ արդյունքներ ունենալ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ ձեզ նվիրել Ժորա Կարապետյանի գրող հրապարակախոս Գյումրեցի։ Այո, իմ ընկերն է շատ մոտ։ Այո, Առակների գիրքը իսկական փառքը անունի մեջ է։ Մարդ այս աշխարհից ոչինչ չի տանում անունից բացի։ Այո, ես շատ շնորհակալ եմ։ Եվ այդ անունը այո պետք է լինի այնքան մաքուր, այնքան բարձր, այնքան առիքնող, որ հաճույքով այդ անունը տաս։ Ասես սա այս մարդն էր։ Ես շատ շնորհակալ եմ մեծ առակագրից, որ այսօր իրեն ինքն է ամենաուժեղ առակագիրը հայոց մեջ։ Եվ լավ բանաստեղծ է, շատ հայլուն բանաստեղծությունների հեղինակ է։ Հա, եւ մի բանաստեղծություններ նա ինձ է նվիրել։ Այո, դա կան էլ հայ լինի։ Դա չքնաղ բանաստեղծություն է, տիպիկ հայկական, տիպիկ մեր մասի։ Շատ լավ, սա այս գիրքը դուք եք Ուժերի խաչմերուկը ես գիրքը Ժորան ունի Ուժերի խաչմերուկը եւ Մարմնավարության արվեստը։ Մարմնավարության արվեստը դուք չունեք, ես սիրով այս գիրքը նվիրում եմ ձեզ ու ցանկանում եմ, որ ինչպես գրել եմ, որ դուք մարմնավարության արվեստին տիրապետ եք եւ առողջ ապրելակերպի կանոնը ճիշտ պահպանեք, որը ճիշտն ասած դուք պաշտպանում եք, ես տեղյակ եմ։ Ես սրտանց եմ նվիրում, որպես ինքը դասակիրք նաեւ, ասենք դասակիրք է նաեւ, սեղանի գիրք է իմանալու համար։ Մարդը գրագետ մարդը հենց այսպես էլ այն պիտի ապրի։ Եվ երբ որ ապրում ես, չես հասկանում, որ գրքով ես։ Այնքան բնական եւ այնքան ճիշտ են այս բոլոր խորհուրդները, որ դուք սովորեցնում եք ու տալիս եք։ Եվ ես շատ շնորհակալ եմ, որ այսօր ցես հյուրն էի։ Շնորհակալ եմ նաեւ ես, որ հյուրընկալվեցիք Հայրենիք Սփյուռք տաղավարում։ Սիրելի բարեկամներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։